Բարև, մաթեմատիկոսները 3 դար շարունակ փնտրում են երկրաչափական պատկեր, որը չի կարող անցնել ինքն իր միջով, ու ահա նրանք այն գտել են։ Պատկերը ստացել է նոպերտեդրոն անվանումը։ Սա 90 գագաթից ու ավելի քան 150 նիստից բաղկացած բազմանիստ է։ Այս օբյեկտի առանձնահատկությունն այն է, որ անհնար է դրանում ուղիղ թունել փորել, այնպես որ այդ թունելով անցնի օբյեկտի ճշգրիտ պատճենը։ Ինչպես ուզում ես պտտիր, ինչպիսի անկյուն ուզում ես ընտրիր, միևնույն է չի ստացվի։ Հասկանալու համար ինչու է դա կարևոր, անհրաժեշտ է հիշել ինչպես է ամեն ինչ սկսվել։ 17-րդ դարի վերջին արքայազն Ռուպերտը հայտարարեց ընկերներին, որ հնարավոր է խորանարդի մեջ այնպիսի մեծ անցք փորել, որով կանցնի ճիշտ նույնպիսի այլ խորանարդ։ Ոչ ոք դրան չհավատաց, սակայն արքայազնը ճիշտ էր։ Մաթեմատիկոս Ջոն Ուոլիսը հետագայում ցույց տվեց, եթե անցքը փորվի ներքին անկյունագծի երկայնքով, ապա մեկ այլ խորանարդ իրոք կանցնի խորանարդի միջով։ Այդ ժամանակներից սկսած նույնատիպ փորձերը կրկնվել են այլ երկրաչափական պատկերների հետ։ 1968 թվականին ապացուցվեց, որ նույնը հնարավոր է քառանիստի և ութանիստի համար։ Ավելի ուշ 12-անիստի, 20-անիստի ու անգամ 26 անկյունից ու 12 հնգանկյունից բաղկացած հռչակավոր ֆուտբոլի գնդակի համար։ Թվում էր բոլոր ուռուցիկ բազմանիստները օժտված են այսպես կոչված Ռուպերտի հատկությամբ, դրանցից յուրաքանչյուրը կարող է անցնել իր իսկ պատճենի միջով։ Սակայն մաթեմատիկան ունի առանձնահատկություն։ Անգամ երբ թվում է, թե ամեն ինչ հասկանալի է, կասկածի ստվերը մնում է։ Հենց այդպիսի կասկածից էլ սկսել է Յակոբ Շտայնինգերի և Սերգեյ Յուրկևիչի աշխատանքը։ Նրանք ընկերացել են դեռահաս տարիքից։ Իսկ մի քանի տարի առաջ պատահաբար բախվել խորանարդի միջով անցնող խորանարդի մասին տեսանյութի ու չեն կարողացել մոռանալ խնդիրը։ Երկուսն էլ հեռացել են ակադեմիայից, սակայն շարունակել են միասին աշխատել այս խնդրի լուծման ուղղությամբ, առաջնորդվելով մաքուր հետաքրքրասիրությամբ։ Նրանք հորինել են ստուգման երկու տարբերակ, այսպես կոչված գլոբալ թեորեմը, երբ պատկերի ստվերը նկատելիորեն երևում է ու լոկալ թեորեմը, երբ այն գրեթե չի երևում, ապա սկսել են ուսումնասիրել հարյուրավոր բազմանիստներ։ Արդյունքը միշտ նույնն էր, անցնել հնարավոր է, ապա նրանք որոշել են այլ կերպ գործել ու ստեղծել պատկեր, որը կխախտի կանոնը։ Արդյունքում մաթեմատիկոսների մշակած ալգորիթմը գեներացրել է օբյեկտ, որը նման է փքված անոթի։ Նրանք վիրտուալ տարածությունը բաժանել են 18 միլիոն մանր բլոկի ու ստուգել դրանցից յուրաքանչյուրը։ Ոչ մեկը թույլ չի տվել փորել անցք, որով կկարողանա անցնել օբյեկտի պատճենը։ Այսպես ծնվել է նոպերտետրոնը, առանց Ռուպերտի հատկության առաջին հայտնի երկրաչափական մարմինը։ Աստղագետները ֆիքսել են հազվագյուտ ու տպավորիչ երևույթ գերհզոր գերնորի առաջին հայտնի գրավիտացիոն ոսպնյակավորված բռնկումը։ Գերնորը ստացել է SN 2025 WNI անվանումը, իսկ պայթյունը տեղի է ունեցել մեզնից այնքան հեռու գալակտիկայում, որ դրա լույսը մինչև Երկիր ճամփորդել է ավելի քան 10 միլիարդ տարի։ Տիեզերական ոսպնյակի դերը խաղացել են համեմատաբար ավելի մոտ 2 գալակտիկա, որոնք աղավաղել ու ուժեղացրել են գերնորի լույսը։ Արդյունքում Երկրից դիտորդները տեսել են միևնույն բռնկման ոչ թե մեկ, այլ միանգամից 4 պատկեր, որոնք տարբերվում են պայծառությամբ ու տեղակայմամբ։ Գրավիտացիոն ոսպնյակի էֆեկտը կանխատեսել է դեռ Ալբերտ Էյնշտեյնը։ Խոշոր օբյեկտի, օրինակ գալակտիկայի կամ գալակտիկական կուտակման զանգվածը կորացնում է տարածությունն իր շուրջը։ Այդ պատճառով ավելի հեռավոր աղբյուրների արձակած լույսի ճառագայթները կորանում են, կարծես անդրադարձվեն հսկա ոսպնյակում, ինչի հետևանքով մեզ են հասնում տարբեր անկյուններից։ Այս էֆեկտը թույլ է տալիս տեսնել տիեզերքի ամենահեռավոր անկյունները, հնագույն գալակտիկաները, քվազարներն ու անգամ առանձին աստղեր, որոնք այլ հանգամանքներում կլինեին ծայրահեղ խամրած։ Գիտնականների համար հատկապես արժեքավոր են ոսպնյակավորված գերնորերը։ Դրանց շնորհիվ հնարավոր է ճշգրտել գալակտիկաներում զանգվածի բաշխումը, ուսումնասիրել երիտասարդ տիեզերքում աստղերի էվոլյուցիան և ճշգրտել տիեզերքի ընդլայնման արագության պարամետրերի Հաբլի հաստատունի արժեքը։ Եթե ոսպնյակը ստեղծում է միևնույն գերնորի մի քանի պատկեր, դրանց հայտնվելը ժամանակի մեջ կարելի է կանխագուշակել համեմատելով հաշվարկները դիտարկումների հետ։ SN 2025 WNI-ի դեպքում ամեն ինչ սկսվել է 2025 թվականի օգոստոսի 29-ին, երբ համակարգը նկատել է Կալիֆոռնիայում գտնվող Zwicky Transient Facility աստղադիտակ, ապա պայթյունին հետևել են աստղադիտարաններ ամբողջ աշխարհում, անցկացնելով ֆոտոմետրիկ և սպեկտրոմետրիկ չափումներ։ Գիտնականները պարզել են, որ SN 2025 WNI-ը առաջին տիպի գերնոր է, որոնք առաջանում են թաղանթներում ջրածնի մեծ մասը կորցրած հսկա աստղերի կործանման դեպքում։ Բռնկումը տեղի է ունեցել ոչ մեծ ակտիվ աստղաառաջացմամբ ու փոշու նվազագույն քանակով գալակտիկայում, որի կարմիր շեղումը հավասար է 2.01-ի, այսինքն այն գտնվում է մեզանից ահռելի հեռավորության վրա։ Իսկ այ որպես ոսպնյակ ծառայած գալակտիկաները մեզ շատ ավելի մոտ են։ Դրանց կարմիր շեղումը կազմում է 0.3754։ Դրանք ոչ միայն աղավաղել են պատկերները, այլև բազմակի անգամներ ուժեղացրել գերնորի լույսի պայծառությունը։ Ամենապայծառ պատկերի համար ավելացման գործակիցը տպավորիչ է 20-ից 50 անգամ։ Վերա Ռուբինի և Նենսի Գրեյս Ռոմանի աստղադիտակների նման նոր հզոր սարքերի զարգացման հետ մեկտեղ նման իրադարձություններն ավելի ու ավելի հաճախակի կդառնան։
Երբ խոսում են կիբերպանկի մասին, սովորաբար հիշում են Ուիլյամ Գիբսոնին։ Սակայն 90-ականների սկզբին հայտնվեց այդ լեզվով խոսող ևս մի ձայն՝ արագհանդուկն ու գրեթե մարգարեական։ Խոսքը ամերիկացի գրող Նիլ Սթիվենսոնի ու նրա ձնահյուս գիտաֆանտաստիկ գրքի մասին է։ Այս վեպը կանխատեսել է ինտերնետն ու մետատիեզերքները, դրանց հայտնվելուց շատ ու շատ առաջ։ Սթիվենսոնը ձնահյուսը գրել է 1992 թվականին, սակայն այսօր այն ընթերցվում է ինչպես ռեպորտաժ մեր ժամանակներից։ Այստեղ կա ամեն ինչ՝ թվային աշխարհներ, վիրտուալ ավատարներ, վիրուսներ, որոնք կարող են վարակել ոչ միայն համակարգիչները, այլև մարդկային գիտակցությունը։ Սթիվենսոնը կանխատեսել է վիրտուալ իրականությունը, թվային տնտեսությունը, անգամ ավատարների ու մետատիեզերքների առաջացումը, որոնց մասին այսօր խոսում է ամբողջ տեխնոլոգիական աշխարհը։ Ձնահյուսը վեպ է այն մասին, թե ինչպես է լեզուն վերածվում վիրուսի, տեխնոլոգիաները առասպելի, իսկ ապագան մարդկության հնագույն պատմության շարունակության։ Սա այն դեպքերից է, երբ գիտական ֆանտաստիկան ոչ թե նկարագրում է ապագան, այլ ստեղծում է այն։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։